Տեսեք, իմ մեծ տղան 9 տարեկան է, ուզում է դառնալ ֆուտբոլիստ, որպեսզի գնա Բարսելոնա Լամին Յամալի հետ խաղա։ Ու ասին, դե որ գնալու ես, ուրեմն ինչ լեզվով պիտի խոսեք։ Այդ մարդը իսպանացի է, հիմա որոշեց, որ պիտի նստի իսպաներեն սովորի։ Հիմա ծնողը սենց իրավիճակներում երկու տարբերակ ունի, կամ նա վիճակագրությունը, որ 10,000 հոգուց մեկն է ֆուտբոլիստ դառնում, ու սկսի երեխային ասել, ինչ ֆուտբոլ բան թարգի գնա մաթեմի տնայինները տանի, կամ այդ էներգիան փորձի պոզիտիվ կերպով օգտագործել։ Իմ կոչը ծնողներին վաղ տարիքից հարգեք ձեր երեխաների ցանկությունները, ինչքան է դրանք ձեր դուրը չկան։ Դրանք իրանց ուղեղում առաջացած մտքեր են, դրանք որպես էներգիա օգտագործեք, այսինքն հանգիստ թողեք ձեր երեխային ինչա ուզում դառնա, կարևոր է այդ էներգիան ճիշտ օգտագործեք, ոչ թե հակադրվեք, այլ ուղղորդեք այդ ալիքով էներգիան, որտեղ եթե այդ տարիքում դուք իրան սեղմեք, դեռահասության տարիքում ինքը ձեզնից մուռ է հանելու, հակազդելով ձեզ ինչքան շատ Կապի բլոգեր եմ դառնում, դպրոցից էլ դուրս եմ գալիս։ Բլոգեր ես ու դա, պիտի բանը մոնտաժ անել իմանաս, պետքա կարողանաս տեքստ գրել, պետքա կարողանաս արհեստական բանություն օգտագործել, պիտի կարողանաս գրականություն բան իմանաս, որ այդ ամեջում, դե նստի սաղ սովորի, որ բլոգեր դառնաս։